Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք, ես լավ եմ և իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում, հուսամ, որ դուք նույնպես լավ եք և սկսեմ մեր հերթական տոնական վլոգը։ Վերցնում ենք ամենանավագոդնի տոպրակը, մեջը դնում ենք մի հատ և գնում ենք, ուզում եմ ասել երեկոյան Երևանը, բայց գիշերային Մոսկվան, Լյուբերցին ավելի ճիշտ, չեք պատկերացնի, գնում եմ սալոն, գործի տեղը, ցույց եմ տալիս, որ պատկերացնեք, որ գիշերա ժամը 10-ից, չէ 10 չկա ներողություն, ժամը 9:30 է, լիֆտը կանչեն գա, եղունգս ես մի հատը մաքրվել է, հա, քսածը, լիֆտը կանչեն գա և գնանք, իշտենք ներքև ցույց կտամ ինչ եմ հագել։ Ինչպես տեսնում եք, մեր կանաչ լիֆտը, կանաչ պաբեդան, մեր կանաչ պաբեդան եկավ, ես գնացի։ Մի բուտիլկա էլ կոնձելու բան եմ վերցրել, իհարկե ցույց չեմ տալիս, ասում են YouTube բլոկում ա, որ բուտիլկա ես ցույց տալիս, չգիտեի, մի խոսքով էսա ներքև դուրս գանք մի հատ ինձի ցույց տամ, հայելու մեջ ու գնանք։ Գնացինք, մեր գեղեցիկ գունագեղ պատիեզդը ես շատ եմ սիրում։ Օհո, այստեղ մի հատ ծաղիկ կա բսնած։ Ահա և ես իմ բուտիլկայով, լուքս այսպիսին է, սաղ քնած են, մենակ ես եմ արթուն երևի։ Բոլորը քնած են, միայն ես եմ արթուն։ Ժամը 9:30 գնում եմ սալոն, գնում եմ երեխեքի հետ, այսօր մեր սյոմկաների տեսանյութը դուրս է գալու, որ ասում են վիպուսկայոտ, հա, գնում ենք միասին դիտենք, տեսնենք, խայտարակվել ենք, թե իրոք շատ լավ վիպուսկա եղել, չգիտենք ինչ են ցուցադրելու, ինչ են գլխներիս սարքելու, այդպես սիրելիներս գնանք, ինչ էլ տեսնեմ, ինչ էլ ցույց տան ձեզ հետ կկիսվեմ, գնացինք։ Այսպես արագ, նույնը մեքենա գտնենք, մեքենան որտեղ է, կանգնած չգիտեմ, երևի թե այս կողմերին։ Գնանք գիշերային ծաղիկներ, տեսեք ինչ սիրուն է հեռախոսս նկարում գիշերը ժողովուրդ, ոնց կարելի է այս գեղեցկությունը ցույց չտամ գիշերով, մինն իմ խելքին հրեն նստած արդեն ա կոնձում, հլա ես եմ ինձ ասում, գեղեցկուհիս սպասում ա գնացի, ոնց եմ սիրում, որ գալիս եմ տենում կանգնած ինձ ա սպասում։ Մենակ է, որ ասում ա, այս բուտելքի մար գլխիս չտամ, ես ծնեմ ավտոն նստել, ստեիր գիշերային բաները են ինչը ազգը չէ, գիշերային արկածները, նստեցինք ավտոն, սպասեք, նստել եմ ավտոն, զամոկները առաջինը միշտ հիշեք, հենց նստում եք մեքենա, առաջինը զամոկները գցեք, կապ չունի, օրվա որ ժամինա, հենց խոդարեցի ու առաջինը զամոկները, այսպես միացնենք լույսերը, ասում եմ գիշերվա 1000-ին բարև ձեզ սիրելիներս, ես գնում եմ մեր սալոն, արդեն ասեցի, որ գնում եմ տեսանյութը պետք է միասին դիտենք, խոստացել ենք ուղիղ ժամը 10-ն, երեխեքին խոստացել եմ, որ 10-ին ընդեղ կլինեմ, ժամն էլ ցույց տամ, որպեսզի համոզվեք տեսնեք, ես էլ տեսեք ուղիղ ժամը 10-ն է և ես ճանապարհվում եմ, 11-ին սկսելու է ցուցադրումը, խոստացա, որ շուտ կգամ, որ իբր երեխեքին խոստացա, որ շուտ կգնամ, որ իբր թե մազերս այնտեղ մեկնումեկը սարքեն, գլուխս լվաց է և ճանապարհվում եմ, Էլենա սարքելու կարիք չկա, ճիշտ է մի քիչ մի կես ժամ կուշանամ իմ ասած ժամից, բայց աթո մազերս սարքած է, լվաց է, ֆենեցի, սարքել որն է, այս անգամ Սյուզին մազերս նենց կտրել է, ասում է իբր թե չոլկետ Մոնիկա Բելուչի անեմ, Մոնիկա Բելուչի չի, որ լավ էլ Կլեոպատրա է, ոչ աչ է կանգնում, ոչ ծախ է կանգնում, չգիտեմ չոլկես ինչ է, բայց որ մազերը շատ է երկար էլ Սյուզ ջան, արդեն ջղայնանում եմ, իշ կլինի կտրես էլի, երբ ես գալու գնացել է ծովափ հանգստանա Սյուզիկը մեր։ Ոբշեմ էլի ժողովուրդ ջան, եթե ուժ կա աղջիկերքից մեկնումեկին կխնդրեմ մի քիչ թեթևացնեն, չնայած ուզում որ մի ձեռքով անցնի միշտ, բոլորին էլ վստահում եմ, բայց ամենայն դեպս ինչքան ժամանակ է մազերս լավ պահել եմ, երկարացրել, մնում է մի ձեռքով անցկացնեմ էլի, ոնց որ ասած, լավ գնացի։ Ճանապարհվեցինք։ Հեսա բոլոր կարգի են, որ ասում է էքսկուրսիաները բոլորի մոտ կավարտվեն։ Բենզինի պատճառով, պարկոպկեքի պատճառով, մարդիկ ավտոները կվաճառեն, են ազատ տեղեր էլ կա, ես էլ պերեժիվատ եմ անում, որ ժամը 10-ին ազատ տեղ կա, ուրեմն
կամ բենզինի հերթում են զրադն էլ ամբողջովին դատարկա, կամ բենզինի հերթում են ժողովուրդը դե արի մի ասի։ Тут там у нас шариками. А, нет, это сколько банна. Добрый вечер. Մեր սալոնում մի քիչ դեսի դրոց ենք միշեր մեր թեման ինչալեր գործը կսկսի ըստեղ էս էլ իմ բազ բոցս եմ որ ասում շոքի մարկացեք բոլորիդ բարևներ լայք եք մոնե լայք եք դարաշտակ ալիս դարաշտակ ես ստեղ հատակ եմ դեսել հապոխել եմ յորի շորտ չապորտի հապոխել մի շորտ շուտով իմ զապիսներ եք կսկսվեն է դա Շնորհակալություն։ Բան չի երևալու, ինչ կստացի։ Так что завтра будет полный масштаб. Знакомьтесь, Александр Долгов, серийный предприниматель и антикризисный менеджер. И не говори, я тоже. А если фастфуда, значит это почти 400 долларов. Знаете, как вывести на прибыль, большую проблему цены вообще не считает. Это он уже у нас? Реклама. Александр Долгов, у вас Долгов больше. Не важно, что у него 20 лямов долгов. Новая кушетка. Ох. Где кушетка? Это звук денег. Այդ ռեկլամները հələ գնում? Нет, это не превьюшка. Это на полке. Ну նախաբանն է, էլի որպես։ Уже наши? Открылось около 1000 новых салонов. Превьюшка. Общая реклама пока что про него. Давай поменяемся местами. Разберем, почему большинство Сам ты тяжелый случай. Тварь. Ах, чисто Сарик, записи маном сам. А это тварь, а если что, она тварь? Вот, прошли они. Най. Դե ինչ սիրելիներս, սկսեմ մի կողմից մեկնաբանել, քանի որ չեմ ուզում ձեր հետաքրքրությունը կորչի, ամեն ինչ նայեք կամ էլ լսեք, ոչ մի բան չհասկանաք, ես մի քիչ մեկնաբանեմ, հետո հղոմը կթողնեմ իմ զապիսների բաժնում եւ տեսանյութի ներքևում նույնպես մեկնաբանությունների բաժնում ամբողջական տեսանյութը տեսնելու համար, այստեղ մեր էմոցիաներն են, ինչպես ենք մենք ընդունում, ասեմ, որ սա ինչ որ ձևով բեմականացված մի շոու էր, որը նպատակ ուներ սկզբում ցույց տալ, որ իբր թե մեր սալոնը շատ վատ ահավոր վիճակում է եւ իրենք մեզ ընդամենը մի քանի օրվա մեջ շատ արագ ձևով օգնում են թե սալոնի տիրոջը, թե աշխատողներին, ուղիղ ճիշտ ուղու վրա են դնում, շատ բաներ ինչ ասում էին, ամեն ինչ սուտ էր, ամեն ինչ հակառակն էր, իհարկե որ նման բաներ չեն եղել, իհարկե որ ամեն ինչին հետևում են մեր մոտ, մի խոսքով շատ բաներ, նույնիսկ տեքստը պլանավորած էր, որ դու այսպես կասես, որովհետև շոուի համար է անհրաժեշտ, ասենք այդպիսի պահեր շատ կային, հա, մենք հիմա որ լսում ենք, ազդվում ենք 5 օր նկարահանել են, բոլորիցս վերցրել են 1 ժամյա ինտերվյու ամեն օր եւ գոնե մի խոսք, մի բառ, մի լավը, մի վատը ոչ մի բան չեն ցուցադրել, շատ ուժեղ ձևով կրճատել են, սարքել են փոքրիկ մի տեսանյութ, իբր թե շոու ծրագիր, կասեի ավելի այսպես էմոցիոնալ կարելի էր դա ներկայացնել, ավելի ասենց որակով, բայց ես հիմա որ սկսել եմ արդեն տեսանյութեր մոնտաժել, հենց մощն է ավելի կարելի էր ներկայացնել, մի տեսակ ավելի թույլ էին ներկայացրել, բայց որպես շոու ծրագիր ստացվել էր։ Իհարկե դա մեր սալոնի մասին բացական չափից դուրս շատ են խոսում, այդպիսի բաներ ոչ միշտ է մեր մոտ լինում եւ առհասարակ շատ բաներ նույնիսկ չեն էլ լինում,
ուղղակի շոու ձևն այդպիսին էր, որ պետքա ներկայացնեի։ Մինչև ես տուն կհասնեմ Հայաստանում ամուսնուս բարեկամները արդեն դիտել էին, մեկնաբանություններ են գրել, սիրելիներս շատ գոհ եմ եւ շնորհակալ, այդպես։ Մեկ ուզում եմ թողնեմ մեր ծիծաղը, մեր էմոցիաները այսպես նայեք, մենք մյուս կողմից այնքան բարձր ենք ծիծաղում, ահա որ ուժեղ աղմուկ է բարձրանում, այդպես մի քիչ մեր էմոցիաներից թեթևակի ներկայացնեմ, մի քիչ էլ կադրերը առաջ կտամ, առաջամասն եմ միայն նկարահանել ես, այսինքն 1/10 մասն եմ հազիվ նկարահանել, 40 թե 45 րոպե է ամբողջ տեսանյութը, կարող եք հղումով անցնել եւ դիտել։ Հղումը ձեր համար անպայման կթողնեմ, ինչպես ասեցի, մեկնաբանություններում եւ զապիսների բաժնում։ Այդպես սիրելիներս, ու մեծ սիրով կսպասեմ ձեր մեկնաբանություններին իմ էջում։ Ոչ թե իրենց էջում, որ տեսանյութն եք նայելու, որովհետև այդ տեսանյութը մենք չենք կարողանում վերցնել եւ մեր էջերում տեղադրել։ Մի խոսքով սիրելիներս, ձեզ կսպասեմ իմ վիդեոների, վլոգների տակ մեկնաբանություններին, իսկ մինչ այդ ասեմ, որ ովքեր չեն գրանցվել, ովքեր նայում են ուղակի գրանցված չեն, խնդրում եմ, եթե դժվար չէ, գրանցվեք, լայքեք եւ անպայման դուք էլ թողեք ձեր կարծիքը մեր գեղեցիկ սալոնի մասին, ինչ միշտ ես ներկայացնում եմ, ճիշտը դա է, այդպիսի բաներ, ինչ որ իրենք են ներկայացրել, դա ընդամենը շոու ծրագիր է նկարահանված, որի սպոնսոր ունի նաև Հովանավորը եղել է Սբերբանկը, իրեն ծառայությունները ցուցադրելու, ռեկլամելու նպատակով։ Այդպես սիրելիներս, ընդհանուր շոուի թեման բացատրեցի, ինչպիսին է, շարունակում եմ նայեք տեսանյութը, իմ տեսանյութը իմ համար շատ գեղեցիկ է, որը նկարահանված է հատուկ ձեր համար։ Մեր էմոցիաները, մեր լավ տրամադրությունը փոխանցում եմ ձեզ եւ անցնում եմ ձեր շարքերը որպես դիտորդ ու ես էլ մեծ բավականություն ստանալով դիտում եմ։ Առայժմ սիրելիներս կհանդիպենք վերջին կադրերում։ А зачем ей показать свою чистую? А, Мари? Когда я ногу открываю, Ладно. У меня такое ощущение, что они специально все это... Да. Что-то еще есть. Чем-то это. Копыта шкеля. Насовую. Ой, манекен я шкеля. Займатели картина. А это? Я, как человек, который очень давно управлял салоном, я могу прямо сказать, что Мы тут смотрим, наслаждаемся селфи-системой. Він тебе по-русски сказав. сколько клиентов в день записывается на брови? мы пока отчетность не поднимали. Ой, Маричан, И помогать мастерам решать различные вопросы. Я очень давно в салонном бизнесе, и я вижу такую ситуацию очень постоянно, если честно. Вместо того, чтобы заняться нормально позиционированием, начать читать. Как ассистент я Лилит помогаю, а не только отвечать на звонки, сообщения. У меня есть с точки зрения администрации. Отсутствие администратора в салоне – это большая проблема. Салон без Այսպիսով դուք ինքներդ եք տեսնում, ականատես եք լինում, թե ինչ ուրախ տրամադրություն է մեր մոտ տիրում, ամեն մի սուտ խոսքը, որ բռնացնում ենք, մենք ինքներս ենք ծիծաղում այդ ամեն ինչի վրա, մի խոսքով շատ լավ տրամադրությամբ բոլորը նայեցին, լավ հյուրասիրվեցինք, էմոցիաները են, որ ասում թե դրական էին, թե բացական էին, եւ ժպտում էինք, եւ ջղայնանում, եւ չգիտեմ վերջը։ Նայեք շարունակություն սիրելիներս, բայց ավելի լավ կլինի, երբ որ նայեք ուժը իսկական, արդեն ավելի ճիշտ իսկական տեսանյութը ինձ թվում է կունենաք ինչ որ ասելիք, ամեն դեպքում ես մեծ սիրով կսպասեմ, ճիշտ եմ ասում։
ազնվությամբ շատ է հետաքրքիր, թե դուք ինչ կարծիք եք կազմելու։ Хорошее взаимопонимание. Я не могу правильно руководить. Я хочу сказать, что мы просто в наше время мы только начали. Сейчас сложно найти срок. 2 года они выстраивают процесс. А вот приходит ворчитка какая-то свекровь, и мне не хочется с ним общаться. Он просто сильно этим ушел. Мы готовы меняться, и мы нуждаемся в помощи. Давайте пойдем. Мы готовы к изменениям, готовы к улучшению, да? Но главное уважение. Специально. Это защита реакция на эмоции. Может быть, хочу. Наверное, сон. Извиняюсь. Я сразу понимаю ситуацию. Վերջնայից իրենք շատ են շահելու, քան թե մենք։ Я подготовился. Я здесь не один. У меня есть ваша доверенность. Ինչպես տեսնում եք, խոսակցությունները ամբողջովին չեմ ցուցադրում, որպեսզի հետաքրքիր լինի դիտումները եւ կամաց ուզում եմ ավարտել, առանց այդ էլ ավարտին է հասնում արդեն տեսանյութս, ուղղակի մեր ջեր մթնոլորտը ուզեցի փոխանցել ձեզ։ Заработать я нет. Как раз я не могу ответить. Естественно, конечно. Хотя бы 300 тысяч чистый, чтобы оставались. Вот я когда цифры изучал, которые вы дали, они такие могут быть. Должна появиться понимание цели и бизнес-модели. К этому морально готовы или нет? Или страшно? Мне страшно. Мне страшно, потому что я понимаю, какая огромная работа сейчас будет. Нужно измениться, как бы считать хотя бы. Продолжение снимаем, да? Или реклам? Ոյ, մի անգամ էլ սիրուն գեղեցիկ վեճերնի լույսերը ցույց տամ ձեզ, գնամ շարունակեմ։ Реклам գցեցին, դուրս եկամ 2 րոպեով։ Одно дело сниматься, другое дело это все увидеть, то, что ты там стоишь, ты там разговариваешь, а тебе там, тебе в телевизоре показывают, еще знаешь, что вся страна смотрит на все это просто очень и смешно, и интересно, и классно. В общем, ժողովուրդ, գրերեք, որ ռուսերեն խոսացի, բայց դե այն որ գիտես, որ համ քեզ նկարահանել է, համ խոսում ես, համ նկարահանվել ես, այնտեղ համ ցույց են տալիս, համ ժողովուրդը ամբողջ աշխարհը քեզ նայում է, համ էլ համ մասնակցել ես, համ նստած դու ես նայում, այս նույն գրուպայով նայում ենք, խնդում, ծիծաղում, շատ աշխուժավեսով լավ է անցնում, մի խոսքով առայժմ լավ ենք, հեսա տեսնենք էլ ինչ կլինի, դուրս եկա, քանի ռեկլամ ենք գցել, այս կադրերը ոնց կարա իջ ֆիքսեի, շատ սիրուն է։ Ես չեմ տենում, բայց դուք ինձ կտենաք, որտեվ առանց ակնոցի որ խոսում եմ, ոչ մի բան չի երևում իմ համար, բայց ձեր համար լավ կլինի։ Մի խոսքով գնամ, հեսա կշարունակենք երևի, էլի կմիանանք։ Այս հենց այսպիսի մթնոլորտ ա տիրում մեր սալոնում։ Գնում ենք, այնտեղ ռեկլամներ ա, իրանց ռեկլամներն ա, բայց դե ոչինչ, հեսա կսկսեն, ահա, սկսեցին։ Я посмотрел ваш замечательный салон. У нас есть 2 замечательных кабинета, в которых здесь ресницы, брови, косметология, которых неплохо было бы заполнить. Мы сейчас будем искать клиента. Ну что, будем сегодня работать? Ой, обожаю этот вопрос. Боюсь, что да, у нас на это ровно 30 минут. Погнали. Время пошло. Ուխ, հարսուտալ գնացի։ Նկրաս, ոյ, ունեմ ես։ Այստեղ ուղղակի առաջադրանք էր տրված, որ դուրս գանք եւ պատահական անցորդներին այնպես ներկայացնենք, որ կարողանան գան մեր սալոն եւ օգտվեն մեր ծառայություններից եւ մասերի խմբերի բաժանեցին մեզ, ես մնացի ներսում, որ զանգերով
մնացածները գնացին, որ դրսում մարդ փնտրեն, մի խոսքով այդպես կոմեդիի մի թատրոնը սկսվեց, վերջում էլ բողոքումա, որ բոլորը իսպրավից եղան, այսինքն իսպրավլյալից բոլորը կարողացան իրենց գործը ճիշտ կատարել, միայն ես եւ Սոֆյան ենք իբր թե ներսում նստած, որ չկարողացանք ոչինչ կատարել, բայց ամեն ինչ սուտ էր ասում, որովհետև հենց այդ պահին 5-6 հոգի գրանցեցինք միայն զանգերով, իսկ հաջորդ օրը խեղճերին ստիպված ադմինից արինք, որովհետև մեր սյոմկաները, մեր նկարահանումները դեռ շարունակվում էին սալոններում։ Այդպես սիրելիներս, ինչպես տեսնում եք, մի կողմից են, որ ասում է նկարահանել են, մի կողմից սխստեր են հորինել, դե ինչ ասած, ես որ կոմենտարիա չգրեմ, չասեմ, չներկայացնեմ, չեք պատկերացնի, չեք հասկանա, որ ինչ է կատարվել։ Շարունակում եմ։ Вообще ни разу не занималась. Я блогер, меня больше не будут смотреть. Маникюр, педикюр, ресницы, косметология. У вас будет 30% скидка. Опять гости. Что вы будете трогать? Такие процедуры. Я согласен тем, кого ты заносила. Я понимаю, что мы добили, и 10 человек там точно есть. Закончили. Если свободно, я не знаю, клиентов, может быть, много клиентов. Даже улица. Зачем я убьем? Что команды? Здесь занял. Это вообще круто. Ух, красавец же блин. Этот разбег очень сильно напоминает его бизнес, потому что всегда в суете, особенно я тоже была суетиться, и это дает такой результат. Я увидел здесь продукцию с очень высоком гладусе. И здесь быть не должно. С завтрашнего дня здесь обязательно появляется администратор. Բաժջոգում եք շամ են մինուսի հետ աշկներս ոնց ասա, ինել հայացքս ես փոխում մի անգամից, ամեն մի սպից խոսացոցի վրա։ Все мои задачи выполнены. Չհավա так։ И там был очень простой инструмент. Хочешь померить трубу, дай туда давление. На следующий день я запланировал дать хорошее давление этому салону, чтобы понять, где еще может порваться. Տեսնում ես ինչքան ալ մուրքսելու երեսներս։ День прошел просто сумасшедший. Այս բանից մեջ էմոցիաների Ռոյ դենի շորերը ծիրուն ավելի։ Ժամուվեցներ առավոտ։ Այնքան սերից խոսացրել են ոչ մեկին ինչ չտվեցին։ Задание от Александра Долгова. Но оцените До 80% до 30 сентября. Вы смеетесь абсолютно нагорно. Как я могу доверять это? Ничего себе! Чем рекламы? Например, филе индейки мраморной недели со скидкой 35% всего за 120 рублей. Проведем бесплатно доставка 15 минут. Без лишнего. Кстати, вот есть подписка. Чիսույց տվեք, կադրելը կտրել են լրիվ։ найдите готовые карты от ЭБ. Շատ բան են կտրելի ջան։ Короче, а может, нет, ты оставь, а вдруг она отключится. Все. Он все еще жалуется на нас. Посмотрим, когда будет хвалить. Мои девочки вообще сложилась ситуация, и мне из-за этого было очень стыдно. Давай назад. Они испугались ответственности, решили избавить углы и просто не стали говорить мастерам про расписание. А салона была основная проблема. Что там было? Я была там? Что она отвечает? Сегодня у тебя полная запись. Скажи, пожалуйста, что по расходникам у нас? У нас нет перчаток. Ты руководитель. У тебя есть задача руководителя. Это же у него реклама банка, поэтому и так нас наезжают столько. Это карта бесплатная. Проводить оплаты и переводить свои деньги можно в любое время дня и ночи. Еще за покупки будут начисляться бонусы «Свет Бизнес Спасибо». Их потом можно конвертировать в рубли и тратить на покупки для бизнеса. Каждый квартал... Вот, спонсор программы ПАО «Сбербанк», пишет же там. В месяц. Написал только что. И тебе удобно, и для бизнеса выгодно. Եվ վերջում չմոռանամ հիշեցնել, որ ուրեմն մեզ հյուր էին եկել հեռուստատեսությունից Պյատնիցա, տելեկանալ Պյատնիցա եւ պրոգրամա Յաբոս, Տիբեր Յաբոս, հաղորդումի գլխավոր կատարողը դա Ալեքսանդր Դալգով, կարող եք ուրեմն YouTube-ում պոիսկ տալ եւ գտնել իրան։ Ամեն դեպքում ես հղումը թողնելու եմ տեսանյութի ներքևում, մեկնաբանությունների բաժնում եւ իհարկե զապիսների բաժնում, իմեջում անպայման գտեք, նայեք, եթե դժվար չէ, լայքեք եւ մեր անունից էլ կարող եք
մեր էջում կոմենտարիա թողնել, իրենց էջում էլ, մեր էջում էլ շնորհակալ կլինեմ սիրելիներս։ Գոնե դուք կգովաբանեք, եթե կարող եք։ Չնայած դա ձեր ընտրությունն է, թե ինչպիսի մեկնաբանություն թողնեք։ Դե ինձ սիրելիներս, այսքանով ավարտում եմ իմ YouTube-յան տեսահոլովակը այս նյութի նկատմամբ։ Ինձ թվում է շատերդ ավելի շատ մեր ծիծաղը լսեցիք, քան թե բուն իմաստը հասկացաք։ Բուն իմաստը կհասկանաք դեռևս այն դեպքում, երբ որ արդեն ամբողջովին կնայեք այդ տեսանյութը։ Կսպասեմ սիրով, մի անգամ եւս եմ ասում ձեր մեկնաբանություններին։ Առայժմ սիրելիներս, դիտեք մինչև վերջ տեսանյութը չի վերջացել, ես ուղղակի տեսություն եմ Ոնց որ ասում։ մենակ ինքը լինի դրոշակը մեր սալոնի։ Այո, ինչքան գովացել ենք, ոչ բան չկա։ Мне маникюр. Ну, когда на какой день записано? На сейчас. Я сильно растерялась, я перепутала запись, я позвала одного клиента раньше, чем нужно, и у меня сбились Она все вообще не записи. перепутала. Конкретно. Сказали так сказать. Массажист справится в течение 30 минут. Начинается целый коллапс. По всем кабинетам у меня никогда не была такая высота. А, это массаж бармен, Нет, конечно, от меня же это не зависит. Как могут клиенты расслабиться на такой кушетке? И как можно вообще работать Пай. в таком салоне? Люда, я тебе у... Речь, есть Лайку с дугорци как раз. Сатана. Массажист сделает Конечно. Ai clientele ne tângăl-tângălană, babăr masajană, lu sutența zeva. Для первого клиента на кушетку там работать было невозможно. Это ненормально. Так терпеть. Оборудование должно спрашивать, что клиент упадет. Zici că tu ești lesbiană. Живите стоячком. У меня всегда музыка царит, расслабляющая, походу это не Ce eu gănumesc? Как только мы обновим пушетку, я обязательно зайду с вами. Всего доброго. Vai, e sunem năcarul. Яна, начинается запара. Я вижу ее растерянные глаза. Она не понимает, что делать. Процесс не организован. Если так будет целый день, они не делают. Este eu de șagurăți. Просто что происходит? Mordițe la mâncam. Типа джарты, Зло века. Перевода. Это история девушки серии, она потом просто развалилась. Мне уже сразу стыдно клиента. Никто не подошел, не извинился, не попытался решить ситуацию, не сгладить ничего. Просто замерли как суслики при огромной фуре, которая их несет. Сами как фуры были, сидели на этом бедном диване. Клиенты, а потом займитесь ремонтом. Хотела сказать, сегодня увольняюсь. Я устала. Я стояла, я тупела, я не знала, как объяснить клиенту, почему у нас Тилан сломалась. Если у вас все хорошо, все в порядке, я там решу проблему, это у вас будет компенсация 50% скидка. Так, настроя упала. Мы тоже хотим 50%. Сейчас на него садитесь, и остальной коллектив будет рассказывать порцию честной, искренней обратной связи. Найти маршрут своего развития. Готовы послушать обратную связь? Я буду петь музыку в голове. Ты будешь его слушать. Давайте по началу. Мне кажется, сейчас нам даже лучше, чем тогда Не, я так кажется, что ее очень слишком много в салоне. Я свои записи всегда слежу. Я ненавижу, когда она заходит и напоминает об этом. Если что, у тебя запись там вот так. Я говорю, я знаю. Мне нравится, что она нежная. Идите обсуждать, они все вырезали, сам контрольно не черный спельки. Они сделали так, что не надо. Блестящие планировки. Все сделали так, как не надо. Руководителю. И сказать, что я могу сделать, чтобы здесь работать больше. Я хочу, чтобы здесь каждый определился. Он здесь и ищет другую работу. Я
была шокирована. Я не ожидала от нее такого, это видно было. Ամեն ինչ ավարտվեց, հիմա հասնում ենք, այսա գնում ենք տուն հասնում։ Դե ինչ սրտիկներ ջան, ամեն ինչ ավարտվեց, տուն ենք գնում։ Այս իրոն տեսարանն էլ լույսերով սենց ձերս նկարեմ ու գնամ։ Մի խոսքով 5 սուտկա նկարել էին, 1/10 մասը անգամ չցուցադրեցին։ Դե չցուցադրեցին, մենակ են, որ ասում է բացական ձևով ներկայացրեցին իրենց գործն է։ Կարևորը մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք։